կսովորենք ինչպես ստեղծել story մետայով եւ որոշ post-երի ձևերն էլ մենք ձեզ հետ կտեսնենք։ Միջև դրա անցնելը ես մի հատ անդրադառնամ, օրինակ այս դրա մասին է խոսքը, այս ինչ որ բիզնես է, որտեղ տեսնում եք էլեկտրականությունով են զբաղվում, ինչ որ սառնարան են վերանորոգում, որ դուք պատկերացնեք։ Հիմա միջև անցնել բուն թեմային, ես պետք է հասկանամ օրինակ իրականում ինչն է պետք հիմա, ինչն է թրենդի մեջ, ես ուղղակի story չեմ վերցնի օդից ստեղծեմ։ Հա, բնականաբար, եթե ունեմ ես հատուկ առաջարկ, ես հատուկ առաջարկի հիմքին կարող եմ անել, որ էս է իմ մոտ։ Բայց եթե չունեմ ուղղակի իմ բիզնեսն է, պետք է հասկանամ ինչն է թրենդի մեջ, այդ բառը հիշեք, թրենդի մեջ։ Թրենդի համար կան տարբեր գործիքներ, բայց ես կուզեմ ձեզ ծանոթացնեմ անվճար գործիքների հետ, որովհետև իրենք այդքան շատ չեն, եւ իհարկե Google Trends-ի հետ, ուշադիր եղեք, Google Trends, գրեցի Google Trends, մտա հենց առաջի հղումով, ինքը բացեց գործիքը մտնելու համար ձեր Gmail-ը պետք է բացել լինի, տեսնեք, ստե Հայաստանը, քանի որ եթե ձեզ պետք է Հայաստանում ստուգել, թողում եք Հայաստանը, ինքը մեխանիկորեն Հայաստան է, ինքը իմ տեսա, որ Հայաստանում եմ բերեց, բայց ինձ պետք չի Հայաստանը, քանի մեր բիզնեսը գտնվում էր Միացյալ Նահանգներում, սխմում եմ Միացյալ Նահանգներ, եւ հիմա օրինակ ստուգում եմ, ես ուզում եմ իմանալ, օրինակ ես լվացարան, այսինքն washer կամ washing machine, մեքենան վերանորոգելու պահանջ կա, թե չէ, դուք ուշադիր նայեք իմ քայլերը, մարքեթինգային քայլը, washing machine repair, այսինքն, ուզում եմ ես տեսնեմ, կանամ դրանով ես ինչ-որ post անեմ, story անեմ, պետք է, թե չէ, ստուգում ենք, գործիքը աշխատեց, հիմա տեսեք, ստեղ կա մի օրվա մասին, 4 ժամ, 7 օր, սա ամբողջ Google-ի որոնումներն է, 30 ու 90, բնականաբար, այդ մի օրվանը ինձ բան չի ասում, ես գոնե պետք է մի 90 օր դնեմ, որ 90 օրվա ընթացքում տեսնեմ, հիմա ինչ եք տեսնում, ուշադիր նայեք, օրինակ կուզեմ, Անուշը բացատրի, այից որ կանգնեցի ինչ է նշանակում, ոնց է կարծում Անուշը, այս փետրվարի 10, 2025, Անուշը կարա բացատրի, Անուշ ջան, լսում եմ, ձեզ լսում եմ, ասեք, ինչ կարաք բացատրեք, այս ինչ է նշանակում, փետրվարի 10-ին 78, մի հատ պատկերացրեք, որ դուք եք ինձ սովորացնում, ինչ կասեք, փետրվարի 10-ը 78 հոգի երևի ապրեք, ինչ են արել 78 հոգի, հավանություն են տվել, ընտրել են դա, այսի պատկերացրեք Google-ն է, այսի Google հարթակն է, իրենք մտել են Google, որտեղից Ամերիկայից, տեսնում եք Ամերիկան փոխեց, մտել են Google Ամերիկայից ու որոնել են 78 մարտ փետրվարի 10, այո, իսկ օրինակ, այո, իսկ սա ինչ է նշանակում, լավ, նույն թիմն է, այստեղ օրինակ, իսկ սա ինչ կասեք, Ինչ լավ չի Մարտի 3-ին, ասեք, ինչ է եղել Մարտի 3-ին, Դուք ասեք ես լավ չի երևում, 74 մարտ, ինչ է արել, ինչ արել եք ասեք, մտել է և Google-ից որոնել է լվացքի մեքենայի վերանորոգում, հասկացաք դուք, հասկացաք, հիմա, Սա ես տեսա 90 օրվա մեջ, այսինքն դինամիկան պետք է նայեք, որ բառը իրականում որոնվող բառը թե չէ։ Հիմա փոխում եմ 30 օր, ավելի մանրա, 30 օրվա մեջ էլ, հեսա մարտի 21-ից, լավ էլ բառը որոնվում է, տեսնում եք, ներքևում, այդ գործիքի ներքևը, եթե ես իջնում եմ, ես տեսնում եմ արդեն կոնկրետ որտեղ է նահանգներով Ամերիկայի, տեսնում եք, Իսկ իմ բիզնեսը գտնվում է Կալիֆորնիայում, ես մի անգամից փոխում եմ Կալիֆորնիա, որ ու տեսեք լավ էլ բարձրացել է որոնումները։ Այստեղից ես
Արցախը կասի ինչ կարամ եզրակացություն անեմ։ Արժե էս բարով որևէ նյութ սարքել, թե չարժե։ Մի հատ կասեք։ Արցախը թողասի սրա վերաբերյալ։ Արժե թե չարժե։ Հա, իհարկե։ Արժե, եթե որոնումները բարձրացել են, արժե։ Այո, իհարկե արժե։ Ահա, հիմա օրինակ նույնը, ես գնում եմ հիմա Հայաստան փոխեմ, մի րոպե։ Էսի բան Ամերիկյան Նահանգների բան։ Տեսեք, երկիրը որտեղից ենք փոխում, շատ կարևոր է։ Ու տեսնենք օրինակ Հայաստանում հիմա ինչ են փնտրում։ Հայաստանը 30 օրվա մեջ, օրինակ, մեքենան, տեսակ մեքենայի որոնորոգում պետք չէ, ստե չկա, զրո է։ Ոչ մեկին պետք չի, լավ է մեքենաները։ Ահա, օրինակ ստեղ գրեմ, Հայաստանում օրինակ ինչ թեմա է ձեզ հետաքրքիր, ասեք մի հատ գրեմ, որը ստուգենք միասին։ Կասեք, ինչ նայեմ։ Որը ստուգեմ, ձեր բիզնեսներից մեկը ասեք դե։ Ինչ բառ։ Կահույքագործություն։ Մերը ելակ է։ Ելակ։ Հա, լեզուն կարամ փոխեմ, հա, օրինակ բոլոր լեզուներով ստե կարակ ստուգեք, բայց այդ նշանակում է մարդը Google-ում հենց այդ լեզվով փնտրել է թե չէ։ Օրինակ սկսեմ առաջինը, клубника, купить։ Դենամարի хотели купить клубнику։ Ահա, ստուգենք Հայաստանում клубника են ուզել գնա։ Ահա, տեսեք 0 է, 30 օրվա մեջ ոչ մեկ չի փնտրել, լայնոս նոր սարքել։ Չկա։ Ռուսերեն չեն փնտրել։ Չէ, կա, այսա տեսեք մեկը եղել է։ 100 փնտրում ա եղել փետրվար 2-ին։ Եկեք տեսնեք, ես ինչ։ Պետք չէ, ասի, հա, փետրվարի, քանիսի 2-ին 100 մարդ ուզելա клубник բնդ։ Այդ ինչ ա եղել փետրվարի այդ օրին։ Հետաքրքիր հենց էլ հետաքրքիր եղել։ Ոչ մի արդյունք չկա, բայց Google-ում 100 մարդ ելակ են փնտրել ռուսերենով։ Դա երևի շախ աշխարհի ռուսները եկել են ուզել են ելակ գտնել։ Դա ռուսերենով է։ Ճիշտ է։ Ահա։ Հիմա փոխենք անգլերեն լեզվով։ Դնանք անգլերեն։ Ահա, ելակ, դենամ անգլերեն փնտրել են ու հայերենն էլ կանենք ես։ Ահա, տեսեք, անգլերենով փնտրել են էլի։ Ես երբ են փնտրել։ Ահա, էսա, 92 մարդ փնտրել են մարտի 5-ին ու նայեք ինչ որ որոնման արդյունք եմ տեսնում։ Տեսնում եք։ Ահա, գնացինք այդ։ Ահա, նույնիսկ տեսնում ենք որտեղ։ Տեսեք, ձեր մոտ չկա, թե կա։ Տեսեք երևում է որտեղ են փնտրել։ Շիրակ, Կոտայք, Երևան։ Տեսեք նույնիսկ արտեզով երևում է։ Տեսեք էսա երևում է։ Որտեղ են փնտրել։ Այսինքն դուք ստեղից կարաք ենթադրեք, ձեր ապրանքը պահանջարկ ունի, թե չէ, հասկացաք, սա ձեր կարևոր ամենօրվա գործիքն է։ Դե Հայաստան, ու գնացինք իհարկե, էսա գինին էլ կստուգենք, հայերեն բանն էլ կստուգենք։ Եկեք մի հատ անգլերեն գինին էլ ստուգենք, օրինակ գինի, wine, buy, գներ գինի, տենան գինին ուզում են Հայաստանում, 90 օր։ Ահա, տեսեք ինչ կա։ Դե այդ բառով չեն փնտրել գնել գինի, կարող է ուրիշ բառով են փնտրել։ Հիմա գնանք հեսա հայերենը գրենք, կարող է Google, դուք հասկանում եք, որ սա Google հարթակի մասին է խոսքը։ Այսինքն նայեք, մարդիկ փնտրել են sense Google, ու այստեղ իրենք գրել են օրինակ, հասկանում եք, այ դա ենք մենք հիմա ստուգում։ Կարող է մի բան էլի ասեմ, կարող է ուղղակի ինչ-որ նյութ է փնտրել այդ անվամբ էլի, հենց Ինքը մեխանիկորեն դառնում է բանալի բառ, հասկանում եք, ձևը տենց է։ Հասկացաք, ձևը տենց է։ Եթե դու Google-ում մի հատ կետ ես դնում, մի երկու անգամ դնում ես, դուք արդեն իրեն կարաք որպես բանալի բառ օգտագործեք։ Հիմա ձեր ինչ գործն է, ինքը ինչ արել։ Էսա տեսեք ելակը։ Ելակը հայերեն փնտրել են։ Էսա մի քիչ կա ելակ։ Այս քիչ է շատ։ Էսա 5 որոնում, բայց շատ քիչ է 8 որոնում։ Այսինքն նայեք, ելակի բանը, այսինքն հիմա ելակը մի քիչ Էտա հետաքրքիր է, չէ, բայց ինքն էլ Երևանում են փնտրել։ Այսինքն ձեր մոտ Գյումրի չեն ուզում առնեն։ Պետք է Երևան բերեք ծախեք, հասկացաք։ Բա, էդ էլ կա։ Ահա, հիմա ես կգրեմ տենամ գինին ուզում են, թե չէ։ Գինի տենամ հայերենում գինի են փնտրել, գնել գինի օրինակ։ Գինի։ Կարող է գինի են ուզում գտնել։ Մեկ էլ կահույք էլ ասեցիք, էսա կստուգի գնել գինի։ Գինին այս բառով չեն փնտրել, տարօրինակ է, գինին ես գիտեի շատ են փնտրում։
երևի դրսից են փնտրել, բայց տեսեք օրինակ փոխեմ։ Հիմա տեսնեմ օրինակ կարող է, amma որ դրսից փնտրել են որ ստական։ Հələ փոխեմ համաշխարհային, տեսնենք տարբերություն կտա։ Օհո։ Էս որն է sense թռել։ Ելակը, դուք ելակը դրսում պետք է ծախեք, տեսեք ինչ լավ պահանջարկ կա ելակի։ Բա, էսա։ Ելակը ամենաթոփն է, Անուշ ջան։ Ելակը պետք է դուրս արտահանեք։ Ու նայեք երկրները, նայեք ինչ հետաքրքիր է։ Ելակը Բելարուսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Կազախստանում, Մոլդովայում, ամենտեղ պետք է բացի Հայաստանից, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում ու Չիլիում, Չիլին ուր մենք ուր։ Բայց տեսեք, որ դուք պետք է ստեղից արդեն հասկանաք, դեր պահանջարկ չկա։ Այսինքն զարմանալի է, բայց տեսենք, էսա մի հատ գինին էլ չկար, մի հատ փոխեմ ուղակի ոչ թե գնել, այլ ուղակի գինի, տենամ գինին փնտրում են համաշխարհային աղբով։ Ոյ մի րոպե լեզուն փոխեմ, հետաքրքիր բաներ կարող եք ստեղ դիտարկել։ Զարմանակ էսը Հայաստանում ինչ են փնտրում, ես ձեզ կտեսնեք ինչ են։ Ոնց է կարդ, օհո, ես ինչ թռա։ Շատ։ Ահա, գինին ավելի թոփական ելակը ու համաշխարհային մասշտաբով, այսինքն ստեղ չէ դրսում հա։ Էս ինչ է այս Բելարուսը sense փոփ ամեն ինչ վաճառում է, դուք տեսեք։ Բելարուսը Ռուսաստանից բարձր է։ Բելարուսը շատ լավ է ամեն ինչ վաճառում է, Ռուսաստանը, Ուզբեկստան, Կազախստան, Ուկրաինա։ Կազախստանն էլ է թոփ վաճառքների մեջ։ Չիլին որտից անգալի, Մոլդովան, Միացյալ Նահանգները, Գերմանիան։ Այսինքն 9 տոփ երկրները, որտեղ այդ բառը, ահա, տեսեք ինչ է փնտրում, ձեր ասածը, Ալբիոն կլուբնիկը Ալբիոն, բայց բառը բանալի բառ է դարձել, կլուբնիկը в շոկոլադե, տեսնում եք, ռեմոնտանտն է կլուբնիկը, սարտա, սա հենց ելակ էին ման գալիս, այս մա շոկոլադա թե ինչ է, կլուբնիկը Ալբիոն, կլուբնիկը в շոկոլադե, չգիտեմ, չէ իսկական է, Ռասադա կլուբնիկի, մարդիկ փնտրում են, որ տնկեն, նայեք, ամպելն է կլուբնիկը կլերի, տես սորտ է երևի, կլուբնիկը Ելիզավետա, կուպից սաժանցը, էլի ուզել են տնկեն, կլուբնիկը գիրլանդա, այսինքն եւ բառն եւ հասարակ ելակ են ուզել, դա տարօրինակ է, եւ ուզել են, որ իրենք տնկեն, եւ շոկոլադի մեջ, կարեւորը դուք փնտրումները տեսեք, բայց եթե մենք կտրուկ նայեք ստեղ, կտրուկ սարքում ենք գնում ենք Հայաստան, ոչ մի բան չկա, Հայաստանում ոչ մի բան պետք չի ես ամենում, Կարծիքով տեսակ, ահա, ես էլ սրա արդյունքներ, պաստորեն, եսա, ինչ տեսանք, ոչ ինչ, գինին էլի կա, ստեղ և գինի ունենք, ես ինչա, ելակ ունենք, եսա, նայեք, բայց հիմա դինամիկան, ես մարտ ամսին, նայեք, ինչ-որ աչ կա, ասինքն կարողա, սա նշանակում է փոխվի, էլի, ինքը ավելի լավ կլինի, ես պարագայում, հիմա սա մենք հասկացանք, ինչ բարեր մեկ էլ ձեզ հետաքրքիր, ինչ-որ մեկըտ մի բառ էլ ասեցիք, մի հատ կասեք, փոխեմ, կահույք բառ լսեցի, ճիշտ եմ հիշում, ժողովուրդ, կահույքը կար, հեսա կփոխենք, ստեղ մի հատ դնենք ուրիշ բառ, remove, ու դնենք կահույք, հայերեն, ես չգիտեմ, բայց իրենք հայերեն հենց փնտրում են, Furniture, տեսեք, մի անգամից անգլերենը բերում ատակից, ինձ հետաքրքիր է, այսինքն կահույք անգլերեն, երևի փնտրել են, էսա, անգլերեն հաստատ երևում է, որ կար, տենա կահույք պետք է Հայաստանում, ինչ պետք է թե չէ ինչ եք տեսնում, կա, նայեք ժողովուրդ, կահույքը ավելի լավ է, քան ելակը, պաստորեն ուտելու բաները պետք չի մեզ, մեզ պետք է ավելի տենց բաներ, հետաքրքիր էր, տեսեք, այսինքն ստեղ էս են գործիքն է, ու տեսեք որտեղ են փնտրում, Արագածոթն, Արարատ, կահույքը, Արմավիրում պետք է, հետո որ հարցրել է որտեղ եք դուք, որտեղից եք ինձ հետաքրքիր է, Կոտայքից եք, Գեղարքունիք, այս է ձերը, Արմավիր չէ, Կոտայքը բանը, որ պրովինցն է, էս է կակ, տեսեք, Կոտայքը կա,
Այսինքն ձեր մոտ արդյունավետ է կահույքը։ Տեսեք, կահույքը լավ էլ արդյունավետ էր։ Ձեր մոտ կար լորի, շիրակ։ Աստորեն ես չգիտեի, որ մեր հայերը այսքան կահույքի սիրահար են։ Բա, լիքը բան կարաք այս գործիքով իմանաք։ Այսինքն սա այն գործիքն է, որ ձեզ ասում է անել այդ գործը թե չէ, ինչ հրատարակել, որտեղ հիմա ստորին ես տեղից հասկացա, որը պետք է հրատարակեմ, որը չէ։ Եվ մի բան էլ ասեմ, տեսնում եք web search։ Այսինքն նայեք, նկարներով էլ են փնտրում, ստեղ բոլոր փնտրումները միասին է։ Այսենց որ մտնում եմ, օրինակ նայեք, փնտրում եմ, նայեք սա։ Օրինակ ինչ է ես տեղ կրում, գինի, մի րոպե։ Նայեք, այսա էլ առանձին որոնման աղբյուրների փնտրում է, նկարները, տեսեք, նկարները առանձին փնտրում է, տեսնում եք, վիդեոները առանձին, կարճ վիդեոները առանձին, այս տարբեր բաժինները ընդեղ լրիվ ընդհանուր միասին ցույց է տալի, որ հասկանաք, որ սա որտեղից է սենց մանրամասն գալի։ Ահա, տեսեք, այստեղ նկարների փնտրումը, նորությունների, առևտրի, YouTube-ի, բայց եթե ձեզ պետք է, այսենց եք անում ու անում եք ընդհանուր, սա ընդհանուր պատկերը արդեն ձեզ ցույց է տալի։ Ստեղ էսա կատեգորիաները ցույց է տալի, տեսնում եք, ավտոներ, դուք կարաք ընդհանուր միայն այդ կատեգորիայի մեջ ընտրեք, այսինքն չդնեք ընդհանուր, տեսնեք տարբեր առողջություն, հիմա Արցախը կասի, սա անգլերեն է, սա իրականում չի լինի հայերեն փոխել կամ ինչ-որ ուրիշ լեզվով, սա Google-ի գործիքն է, տուն, տեսեք, տուն, գործեր, կրթություն, բոլոր ստե առանձին բնակավայրերը դրած է, ու դուք կարաք առանձին ձեզ համար այդպես փնտրեք, այսքանը հասկանալի է, չէ՞։ Շատ լավ։ Հիմա վերադառնում ենք մետային։ Մենք հասկացանք ձեզ հետ, որ մեզ համար այն լվացքի մեքենայի վերանորոգումը թոփ է։ Այսինքն ես արժե դրանով ստորի անել։ Հիմա պետք է մի հատ նկար պատրաստեմ։ Ես սիրում եմ նկարները օգտվել Yandex-ից, չգիտեմ ով է Yandex հարթակը սիրում, սիրող կա թե չկա։ Yandex հարթակը սիրող կա թե չկա։ Թե չեք նկարների համար Pinterest դե ես չգիտեմ, ես Yandex-ն եմ սիրում, շատ, հեսա տեսնենք about Yandex։ Հեսա գնանք Yandex, մտանք Yandex, ու նայում ենք մի հատ, ես ձեզ ասեմ, գիտեք, որ նկարներն է լավ աշխատում, որը մարդը ինչ-որ գործ է ունենում, մարդ կա։ Հիմա տեսնենք մի հատ նկար ընտրենք մեր story համար, օրինակ, տեսեք ինչ-որ կարասկի չերևա, բայց ինքը որ աշխատում է, դա լավ է, տեսեք, ահա, ինձ Yandex-ի նկարները որակապես են դուրս գալի Yandex հարթակին, չգիտեմ, ես առաջարկում եմ Yandex-ը, հիմա նկարը պահում եմ, որ հիմա story անեմ, պահելու համար ես մի անգամից ճիշտ է, դուք էլ եմ առաջարկում եմ այդպես արեք, գրեք իրեն անունը, այսինքն ինչա, որ հետո նույնիսկ այդ ձև էլ փնտրեք, գտնեք, պահեցի, հիմա գնում եմ իմ հարթակ, տեսեք, ստեղ կարամ 10 նկար դնեմ, ես ուղղակի էսա մի հատ էլ վերցնեմ, story-ի մեջ մինչև 10 նկար կարակ դնեք, դե քանի որ 10 հատ թույլ է տալի, ես կգնամ ու մի հատ էլ կվերցնեմ, ինչ որ օրինակ այն մեկը, տեսնենք, որ մի քիչ ֆորմատները բան լինի, չէ, սենց ֆորմասա սև ու սպիտակի մեջ է, էլի, մի հատ update անենք, ինչ որ վերցնենք երկու նկար, որ ես ձեզ երկուսի վրա ցույց տամ, տեսեք, աշխատեք այս սենց բաներ չվերցնել, որ վրեն գրություն, բան պետք չի լինի, պետք է ուղղակի նկար լինի, հեսա մի հատ էլ գտնենք, ենի մարդեր, սա մեր գովազդն է, հետաքրքիր է, սա մենք եք ես գովազդ դնում, տեսա, բախույ է ինքը վերա, հա, Yandex-ում է, ահա, սա ավելի չեզոք է, ահա, սա էլ կարանք վերցնենք, սա էլ գրենք, ու պահենք ես նկարը, ինչ-որ, սենց գրենք, որ, նայեք, դե նույն անունը չեմ գրի, կգրեմ օրինակ տեղը, որ տեղի համար ասա, որ ես, կարևորը նկարը save եմ անում, հիմա գնացինք մետամ, մեր story-ն ստեղծում ենք, ուշադիր նայում ենք, որ բան չբաց թողենք, որովհետև հետո հերթով դուք եք ստեղծելու,
Գնացինք story, այդ story։ Գնացի իմ նկարները փնտրում եմ։ Մեր նկարները desktop-ում եմ դրել։ Գնում եմ desktop։ Որտեղ էր մեր նկարները։ Հա, ինք Այբուբենովա Washer կարայի արդեն նայի, Այբուբենով կարգավորելա։ Ահա, էսա։ 1 դրեցի ես 1, քաշեցի։ Հիշեք, 10 նկար story-ի մեջ կարա տեղավորվի մետայով, բայց եթե այստեղից ենք անում, շատ կապ ունի որտեղից ենք անում։ Մեկը դրեցինք, ճիշտ է։ Մի հատ էլ դնենք, քանի որ գոնե 2-ի վրա ցույց տամ, բայց կարամ 10 դնեմ։ Գնում եմ էլի առաջ ու վերցնում եմ մի հատ էլ հետը ուրիշ նկար էի դրել։ Washer repair, էսա։ Էսի սա էր, այս մեկն էր սա էր, մի քիչ նմանատիպներ էլի։ Էսի առաջի քայլն է նկարները ներբեռնեցինք։ Հիմա ավելի կարևոր քայլերին ենք անցնում, խմբավորմանը եւ հղում դրելը։ Հղումի վերաբերյալ ձեզ կարևոր բան կասեմ, որտեղ այսինքն մարդը story-ից, նայեք, մի անգամից հղում ալինելը սխմելու է եւ գնա։ Հիմա գնացինք խմբավորմանը։ Ինչ է խմբավորումը? Edit-ը։ Խմբավորում ենք նկարը։ Տեսեք, ինքը գրած է recommended։ Ինքը ասում է պետք է այս ինչ որ չափս ընտրեք։ Կարաք ասեք ինչու է ինքը ասում այս չափսը ինչի համար է պետք։ Կարաք ինձ ասեք։ Ով կարա ասի կեցե ինքը։ Չափսը ինչի է համար պետք։ Կդնեի էլ այն չափսը։ Ինչ էր ինձ խանգարում։ Մի հատ կուզեմ ձեզ լսեմ։ Ինչ։ Ինչի համար։ Ավելի գրավիչ տեսնեք։ Դուք մտածեք, որ սա մարքեթինգ է, SEO է, տեխնիկա է, չէ։ Էլով կասի, էլի տարբերակներ, լսում եմ բոլորից։ Լսում եմ, էլով ունի տարբերակ։ Ինչու եմ ես ընտրում, ինձ մետան ասում է մետան, ընտրի ինչ որ սենց չափս։ Ինքը տվել է ասում, որտեղ ուզում ես տար, բայց մեկ ընտրի, ինչ որ։ Էլի տարբերակներ։ Կան տարբերակներ։ Որ ավելի հետաքրքիր լինի նայողի համար։ Հեշտեք մտածում։ Շատ հեշտեք մտածում։ Մտածեք, ես որ ասեցի, այդտեղ ալգորիթմներ է, չէ աշխատում։ Ուրեմն ինչ որ նպատակային է, խորը մտածեք։ Ասեք, էլ ինչ։ Ինչ պետք է լինի։ Չափերով ավելի փոքր լինի ու հողումի կամ ինչ որ տեքստի համար տեղ մնա։ Չէ, ավելի խորը մտածեք, բայց արդեն լավ մտածեցիք, արդեն ավելի դուրս եկավ։ Էլ ինչ։ Լսում եմ ձեզ։ Քիչ մարդիկ են մասնակցում, նույն ձայներն եմ լսում, ուր են մյուս մարդիկ։ Չկան տարբերակներ։ Ձեզ հիմա մի քիչ հուշեմ։ Սա story-ն երևալու է եւ Facebook-ով եւ Instagram-ով։ Ոնց եք նայելու այդ story-ն, որտեղ Հերվից նայելուց տենանք, նոր կպնենք, մեծանա ավելի, բայց հերվում արդեն մոտիկ եք։ Դուք հիշում եք, չէ, որ հիմա կոմպյուտերով էլ կամ story նայեմ, հեռախոսով էլ ճիշտ է։ Հասկացաք, հիմա նայեք։ Չափսը պետք է չափս լինի, որ բոլոր device-ներից, բոլոր հեռախոսից, կոմպյուտերից, պլանշետից ինքը որակը չգցի։ Հասկանում եք ինչի համար է։ Եթե դուք սա չանեք, այս գործարքը, ինքը որակը կգցի ու որոշ կոմպյուտերներով ցույց չտա ու ձեր դիտումները կիչնի։ Հասկացաք այս պահը, շատ կարևոր էր, որ դուք Ահա, այսինքն մենք ընտրում ենք, մետան մեզ առաջարկում է ինչ որ սենց ընտրել, որ օրինակ Զարուհին իր կոմպյուտերով բացի լավ երևա, Արցախը իր հեռախոսով բացի լավ երևա, Արտակը իր պլանշետով բացի լավ երևա։ Եթե մեկի մեջ լղոզված երևա, ինքը դիտում չի ստանալու, ոչ մեկ կլիկ չի անելու սխմելու։ Իսկ եթե դուք դիտում չեք ստանում, վերջ, ձեր պոստը իջնում է։ Ուրեմն առաջին քայլը ընտրեցինք story-ի համար, անում ենք apply։ Ուշադիր նայեք, դա առաջի քայլն է։ Գնացինք մյուսը։ Դա չպրծանք։ Ահա, տեսեք ինքը արդեն արեց։ Երկրորդը, եթե պետք է տեքստ, ստեղ տեքստ եք ավելացնում, օրինակ լվացարան, դիմեք լվացարան վերանորոգելու համար, SS, չգիտեմ, հեռախոսով, շատ փոքր կարելի է գրել։ Ստեղ ընտրում եք տեքստը, ստեղ ընտրում եք ձևը, գույնը, ստեղով շատ։ Ահա, արեցինք։ Դա պարտադիր չի, բայց կարաք անեք։ Այս սա է կարևոր, սա նոր է եղել։
mention, հիշում եք ասեցի ես մեր դասը որ սկսեցի, այս mention բառը հիշատակել հայերենում, որ քեզ հիշատակում են, դու բարձրանում ես, սխմում ենք, այդա կարևոր է։ Ոնց եք կարծում ինչ անուն պետք է ստե դնեմ։ Ինչ պետք է գրեմ ստե հիմա։ Ասեք։ Ինչ են գրում։ Տարբերակ չկա ինչ են գրում։ Ժողովուրդ տարբերակներ։ Լսում եմ։ Լսեցի ես եմ բաժինը, որ պիտի տեքստ գցենք։ Չէ, հիշատակեք, ում պետք է հիշատակենք ստեղ։ Տեքստը իջել ենք։ Մեր էջը։ Ապրեք, իհարկե, մեր էջը։ Ես պետք է ինքս ինչ հիշատակեմ։ Իսկ եթե ես հիշատակում եմ, նշում եմ ուրիշին, ինչ է այդ ուրիշը ստանում։ Կասեք։ Դիտում է ստանում, իմ տեղը ինքն է դիտում ստանում։ Հիմա նայեք, ես ունեմ եւ Facebook եւ Instagram։ Դրա հիշատակումները, իսկ քանի որ story-ին գնալու է երկու տեղ, տեսեք, էսի մեկը արեցի, ահա, էսի հիմա մի հատ էլ պետք է անեմ, էս մեկը գնաց Facebook, մեկը Instagram-ը։ Հիմա Instagram-ինն էլ պետք է անեմ։ Ահա, տեսեք, այս դրա հետ ուշադիր եղեք։ Մի հատ էլ հիշատակեցի ինձ Instagram-ի համար։ Ուր է այն մեկը։ Ահա, տեսեք, որտեվ եթե մի հիշատակումը անեմ, մեկը նշեմ, մեկը չնշեմ, այսինքն մի հարթակը մնալու է։ Ճիշտ անելը երկուսն էլ էլի, սենց ինչ որ հիշատակ։ Շատ մարդիկ չեն հասկանում, այս ինչի համար է։ Սա նրա համար է, որ գործտորին բարձր դիտումներ ստանա, որ ինքդ քեզ հիշատակում ես, քո նկարի վրա։ Գնացինք ներքև, էդ էլ արեցինք։ Մյուսը more stickers։ Ստիկերներ դրենք, կարանք ստիկեր դնենք եւ այլը, որ սենց։ Էդի ձեր ընտրությամբ է, նայեք, այսենց ստիկերները։ Ամենակարևորը հղումն է, որ story-ի տակ հղում է վերա։ Ստե կա link հղում, սխմում ենք։ Տեսեք, բացվում է հղումը, որտեղ պետք է գնա, եւ ստեղ տեքստը, ինչով պետք է գնա։ Դե բնականաբար, նայեք, ես կայք ունեմ։ Ես կայք ունեմ, իմ կայքում ես ունեմ, այս բիզնեսը, բացեմ։ Էսա բացենք, ահա։ Ես հիմա կդնեմ բնականաբար իմ հղումը, էսա դրեցի, դուք քայլեր ուշադիր նայեք, հիմա դուք կասեք, բա դուք ինչ հղում կդնեք, օրինակ դուք կայք չունեք, առաջարկեք ինչ հղում տանեք։ Հա, կարաք ասեք։ Էլի մեր էջերի։ Հա, բայց որ էջը, դուք եթե կայք չունեք, որտեղ կտանեք։ Story-ին գցում Instagram-ի էջի։ Հա, այդ տարբերակն է։ Իսկ եթե YouTube բացեք հետո, արդեն YouTube կտանեք, հասկանում եք։ Այ դրա դուք նայեք, մի գաղտնիք ձեզ բացեմ։ Բիզնեսը մի հարթակով չի բարձրանում։ Մի քանի հարթակներում պետք է նյութը տարածվի, որ բրենդը բարձրանա։ Հենց այսօր մենք դա էլ վերլուծում ենք։ Ոնց հասնել բրենդի բարձրացմանը։ Հասկանում եք, մեր դասի թեման հենց դա է։ Այդ քայլերն ենք մենք ձեզ հետ դիտարկում։ Ահա, հիմա ստեղ տեսեք անպայման չեք գրել ուղակի, մեքենայի չգիտեմ ինչ, չէ, մենք պետք է նենց անենք, որ հաճախորդ անպայման այդ հղումը սխմի, ինչ պետք է գրենք, որ հաճախորդ հղումը սխմի, կասեք, ինչ պետք է գրենք, այո, սեղմեք էստեղ և այլը, հա, բնականաբար, հիմա գնանք տեսնենք, ահա, ինչ ունեմ, ես կարող է ինչ որ, ահա, տեսեք, սերվիսը ուզեք, կամ պահանջեք մեզ, և այլը, այ հիմա կտանեմ ու կգրեմ դա։ Կարամ ստե հեռախոսի համար էլ գրեմ, ես ձեզ ասեմ, տակից, այդ ձև էլ կա, հիմա նայեք սենց apply եմ անում, տեսեք, ինքը, ես, ահա, այս սենց կանեմ, ինքը ստեղ սիրուն սենց տակից երևում է, այ միայն դրանից հետո սխմում ենք apply, այսինքն դիմել, անել, այ հիմա ինքը նայեք, ինչ եղավ, ինքը մտավ, այսենց լինելու է, մեկը արեցինք, նույնը գնում եմ երկրորդը, որ դուք պատկերացնեք ոնց կրնի, հիմա ինձ ով է, Արտակ ասում է քայլերով ինչ անեմ, Արտակ լսում եմ ձեզ, մտա story-ին անելու, ինչ եմ անում, Արտակ, Ես կդժվարам, ես հեռախոսով ընդամենը լսում եմ։ Չէ, բայց դուք չեք կարա ասեք, հեսա որտև անելու եք, պետք է մեկս մյուսի ասեք։ Չէ, ես դժվարանալու եմ, չէ։ Դժվարանալ եք։ Ով կուզի, ով չի ասել ոչ մի բան այսօր, բայց ով չի մասնակցել, նրանցից կուզեմ լսեմ։ Կա մարդով չի մասնակցել, խորհուրդ չի տվել, չի ասել ոնց անել։ Կա մարդով կասի ինչ։
Golden X-ը ոչ մի բան չի ուզում ասի, հասկացաք ում մասին է խոսքը։ Իջնում ենք ռեկոմենդացիան, հա, ոնց հասկացա։ Ապրեք, որ ընտրում ենք թափը։ Այո, բայց ինչու եք սա ընտրում, ինչու է սա պետք, կարողա չանեմ, ինչու է սա պետք, ասեք ինչու է պետք։ Այ, որ ամեն տարբեր հարթակներում նույն ինքը չափ ունենա։ Ու ճիշտ երևա, կեցե դուք ճիշտ երևա, նույն տեսանելիությունը լինի։ Ապրեք, ինքը լղոզված չլինի ու դիտումները չի չլինի, մյուս քայլը ապրեք, հետո։ Մյուս ինչ ենք հետո անում։ Դուք ձախ նայեք, հետո ինչ ենք անում։ Հետո տեքստ ենք մտնում, չէ։ Հա, եթե տեքստ ունենք, գրում ենք, ապրեք, հետո, եթե տեքստ չունեմ գրել օրինակ։ Հետո նշումն ենք անում։ Ապրեք, ոնց ենք նշում անում, ասեք ում նշենք։ Հա։ Հարևանին կարելի է նշում ենք մեր էջը։ Ապրեք, նշում ենք մեր էջը։ Եթե երկու էջ է եւ Facebook-ը։ Երկու էջներ նշում ենք։ Ապրեք, կարամ միաժամանակ, թե չէ։ Կարանք, չենք կարող։ Չէ, մի հատ Facebook-ը կարանք նշենք։ Մի հատ Instagram։ Այո, այո։ Մի հատ էլ առանձին Instagram, որտեղ միաժամանակ չի լինում։ Նշեցինք։ Ինչ եղավ։ Instagram-ը սուր է կորավ։ Էսա, մի Instagram-ը քիչ երկար հայտնվեց։ Instagram-ներ ստե նշեցինք, ապրեք, հետո ինչ ենք անում։ Մտնում ենք բանը, ստիկերը։ Ստիկերը, եթե ուզում ստիկեր ենք դնում, տնենք հարմար կամ է ստիկերը սլացարանում։ Չէ, շատ աղքատ է այս ստիկերների բան։ Չկա, հետո ապրեք, ինչ հղում տնենք։ Հարևանի տունը նշենք, թե ինչ որ ուրիշ։ Չէ, իհարկե, մեր բիզնեսի լինքն ենք դնելու։ Հա, եթե ունենք Instagram-ի կամ Facebook-ի լինք ենք դնում։ Նույնիսկ ես ասեմ, եթե դուք անձնական ձեր էջը ունեք, ու դուք կարաք ձեզ նշեք, էդ էլ չի խնդրում, դուք կարաք ձեր էջը բարձրացնեք, բայց հանկարծ ոչ մի ուրիշի մի նշեք, այդ ուրիշը ես դες համ լսնում եմ, համ Facebook-ում ու Instagram-ում բան, այդ մեթայում լավ եք անում, որտեղ հեսա մեկը հերթով ասելու եմ բացեք անեք, ահա, եղավ, հետո ինչ ենք անում, ստիկեր տեքստը ինչ ենք անում ստեղ, էսի հղումս մտավ, ստեղ ինչ գրեմ, գրեմ բարև ոնց ես, թե ինչ պետք է գրեմ ստեղ, չէ, ինչ որ մի բան գրենք, կամ հաճախորդը որևէ բան պետք է անի, ճիշտ է, հա, կամ հեռախոսի համար, կամ հեռախոսի համար, ես գրում եմ contact ASG, այսինքն մեզ դիմեք, հետո ինչ եմ անում, հետո դիմել, ճիշտ է, apply, դիմել, հաշվեք անգլերենի դասել է, էլի միասին, բառեր ենք սովորում, սենց, հետո ինչ ենք անում, ամենը վերջացնելուց հետո տալս ենք apply կամ դիմել, չգիտեմ, ռուսերենով ոնց հատեղ է, սա կնայեմ ես, հեսա մտնելու եմ ես ձեր հարթակներ, այդ դուք էիք իմի մեջ, հեսա ես էլ ձերն եմ մտել, այ հիմա նայեք ուշադիր, ապրեք շատ ապրեք Golden X-ը, որը սենց լավ բացատրեց քայլերով, նշանակում է լավ հասկացել եք, հիմա ստեղ schedule կա, նույն ձևով, սխմում եմ schedule, այսինքն նշանակում է, էլի ակտիվ ժամերին երևաց թորին, էլի, տեսեք, այսօր, սխմում ենք, պահպանել, որ այդ ժամերին, այսինքն մետան, ինքը տեսել է, որ այդ ժամերին ակտիվ են իմ հաճախորդները, ես հիմա կարամ հրատարակեմ, բայց դիտում չեմ ունենալու, հասկացաք, հիմա անում ենք schedule, վերջ, ինքը այդ տվյալ ժամին, ինքը հրատարակվելու է, ինքը բացեց իմ պլաները, ու ինքը ցույց է տալի, տեսեք, որ ինքը ստեղ լրիվ ցույց է տալի իմ պոստերը, Instagram, Facebook, ամեն ինչ էստեղ իմ մոտ երևում է, իմ մոտ անջատվել է գրել Անուշը, խի անջատվել տնաս, մի վարկյան սպասենք, մի վարկյան, այդտեղ նորից պիտի միանա Անուշը և join լինի, էլի, ես կզանգեմ, ճիշտ ասած Թերեզան էլ է անջատվել և Լուսինեն, սկզբում միացան, հետո անջատվել են, բայց սպասենք, իրենք թող տենց բաները գրեն, որովհետև կարևոր բաներ ենք անում, իրենք ճիշտ կլինի սպասեն, մի հատ
Մի հատ մտնենք նորից։ Ժողովուրդ այսքանը դեռ բարձ է։ Այո։ Մի բան հարցնեմ, էլի։ Ասում եք նկարի չափսը ընտրում է, դա ինչպես իմանանք բոլոր տեղերում նորմալ ընտրված չափս է, թե ավտոմատ Ինքը որ տվել է ձեզ չափսը, Արցախ ջան, ինքը որ ձեզ չափսը տվել է, այդ չափսն է ճիշտ։ Դուք որտեղ էլ տանեք շարժեք, այդ չափսը ճիշտ է։ Ինքը տեսակ ներսում կար այդ չափսը։ Հա, մի անգամից ցույց է տալի, պետք է ընտրենք։ Այո, հա։ Դուք որտեղ էլ կարևորը դուք ձեր նկարի մի մասին տանեք, կանգնեցնեք։ Նոնա ջան, իմ մոտ անջատվել էր, նոր միացրեցի։ Իմացա, Էլմիրան ասեց։ Իմացա, ոչինչ, հիմա նորմալ է։ Հա, հիմա լավ է։ Շատ լավ, ուրախ եմ։ Ահա, բարի։ Հիմա այսքանը դեռ պարզ է, ճիշտ է։ Էդի մենք հայտնվել ենք Meta Business Suite-ում։ Ահա։ Հիմա որտեղ ես դուրս եմ գալու, ինչ որ մեկին ասեմ ոնց անեմ, որ մտնեմ այս տեղը, ոնց անեմ այդ տեղը։ Ահա։ Հիմա ես մտա էլի մեր գլխավոր edge, ստեղ մի հատ էլ ուրիշ գործիք կա, switch։ Switch, այսինքն փոխել edge, ինչ որ մի բան անել, հայտնվել։ Սա ուրիշ վերսիա է ցույց տալու, տեսեք switch now եմ անում։ Ցույց տամ դա որտեղ եք հայտնվելու, մի րոպե։ Տեսակ, ես որ այս մի րոպե, ահա, ինքը հայտնվեց ուրիշ տեղ, սա Meta չի, Meta-ն ձախ կողմում է։ Տեսեք ուշադիր։ Բացատրեմ ոնց է տենց եղել։ Սա մենք հայտնվել ենք հին վերսիայի մեջ, այսինքն Facebook-ի նախորդ վերսիայի մեջ, որը հիմա էլ աշխատում։ Meta Business Suite-ը նա նոր ձևն է։ Իսկ սա հին վերսիան է Facebook Meta-ի, ու ստեղից էլ որոշ բաներ կարող եք փոխել եւ անել։ Շատ կարեւոր է ինձ համար, ուշադիր լսեք։ Եթե ուշադիր նայեք, ստեղ էլ կա add to story, տեսնում եք։ Էսա։ Աջ կողմում դուք տեսնում եք professional dashboard, professional ձեր հարթակը, edit խմբագրել եւ add to story։ Ստեղից էլ կարանք story անել։ Այսինքն, ուշադիր լսում եք քանի տեղից։ Meta-ից կարացինք story անել։ 1 Ու ես ձեզ դեռ ցույց եմ տալի համակարգիչը, որտեղ հեռախոսով լրիվ ուրիշ տեղից եք անելու։ Շատ ձևերը շատ են այդ story անելու։ Instagram-ից առանձին կարա story անես, Facebook-ի հեռախոսով mobile վերսիայից առանձին։ Սա երկրորդ տեղն է։ Գնացինք երկրորդ տեղը։ Add to story։ Ահա, ինչ բացվեց այստեղ։ Երկու սիրուն տեսարան։ Մեկը թույլ է տալի photo story տնել, մյուսը text story դնել, տեսնում եք։ Photo story-ն նկարով story-ն է, text story-ն նախադասությունով է ցույց տալի։ Հիմա գնացինք photo story։ Մի վարքյան։ Հա, լավ, իմ նույն նկարները չքաշեմ, արդեն նույն բաները, որ չգնա մի հատ ուրիշ նկարներ վերցնեմ, կամ արդեն կարամ ուրիշ բան ընտրեմ, մի րոպե։ Որ նույն բանը չտանեմ։ Ահա, էսա մի հատ ուրիշ բան կընտրենք։ Էլեկտրականության բիզնեսը կընտրենք, ինչ-որ մի բան, որ մարդ էլեկտրականությունով զբաղվում կվերցնենք, որովհետև էդի էլի վերաբերվում է։ Էսի նման է էլեկտրականությունով որ զբաղվում, չէ, դե լավ երևում է, լավ չէր երևում, բայց, էլի պահպանենք իրեն անունով, save ենք անում, ու գնացինք, ահա, այստեղ, սխմում ենք create a photo story, սխմում ենք desktop, այբոբենով բերելու է մեր բիզնեսը, ուրա EFGH, էլեկտրականությունս, կորավ, եսի մեղրներն է, դեդեց տեղ պտի դնեի, մի վարկյան էսա կներեք գտնեմ ես եմ, թեկուս էսա բրենդը կա ամբողջը, ես մեկ ես էլ էր են վերաբերվում, ստե դնեմ, որ տեսնեք, ահա, էսա տեսեք նկարը դրեցի, ես մարդը ես գործով ազբաղում, իրեն մեքենանը, տասեք կարամ մեծացնեմ, փոքրացնեմ, այսա շատ լավ է, այս բանը կար ընդեղ Meta-ի մեջ, թե չէ ժողովուրդ ասեք հիմա, այս սենց բանը, կար, այս գործիքը, կոնկրետ չկար, կար բանը, որ ընտրում ենք չափել, այո, այստեղ կա այս բանը, որ ընդեղ չկա, տեսեք,
Այսինքն իրենք լրացնող են, իրենք նույն բաները չեն։ Էսա դրեցի մեքենան, հետո ընտրում եմ տեքստը էլի, եթե ուզում եմ, կարամ օրինակ գրեմ, երբեք չեմ գրել, եկեք մի հատ գրեմ ASG, գրեմ, որ այս բրենդի անունն է, մենք գտնվում ենք այս քաղաքում, սպիտակ ֆոնը թողում եմ, կարամ ուրիշ անեմ, օրինակ, սենց, տեսեք, սենց լավ երևում է, որ մի հատ էլ գրեցի, թե չէ այսքան ժամանակ չէի գրում։ Եվ էլի տեսեք հղում կա, նայեք, այստեղ հղումները, տեսեք ինքը ասում է, տանել կա է, գնել, դուք եք ընտրում ինչ եք ուզում, տեսնում եք, սա տանում ես հղում, իսկ սա այսպես, տեսեք, ստեղ ոչ մի հղում պետք չի, ուղղակի ստեղ դնում եք ինչ-որ կոճակ, իսկ քանի որ ես ունեմ, ստեղը view shop, հասիկս դիտել խանութը, ես դե իմե խանութ չի, մենք չունենք խանութ, ստեղ դնում եմ տեսնել ավելին ու տանեմ արդեն իմ ամբողջ կայքը, դուք էլ նույն ձևով, ինչ որ եթե կարևոր տեղեր ունեք, կամ ձեր Instagram էջը եւ այլը կարաք այդպես տանեք, գաղափարը նրա մեջ է, որ դուք շատ հաղորդեք տարբեր հղումներով ձեր բիզնեսի մասին, դրեցինք, տեսեք, ուստեղ տեսեք չի կարելի նախորոք պլանավորել, նկատեցիք, չունեմ ես դա, այնտեղ կար, ստեղ չկա, ստեղ մի անգամից տեսա, անում եմ share ու գնում եմ մի անգամից story, տեսեք, դուք պետք է հիշեք ձեզ ինչա պետք այդ պարագայում, եւ դրա համար որ մասից անեք այդ գործը, այս մեկ արեցինք, տեսակ, հիմա մյուսը մտնում եմ add to story մյուսն էլ տեքստայինը ցույց տամ ոնց է աշխատում, տեքստային story-ին, տեքստային story-ին, տեսեք, տարբեր բաներ կա, նկարներ, որի վրա դուք կարաք ձեր տեքստը գրեք, էսա, այսքան տարբեր, մի քիչ թե չգիտեմ, Facebook-ի բաներն է, նկարներն է սենց, եսեք, գույն ես գույն, ես բնականաբար, որ են story-ին դրել եմ այդ դրա մասին էլեկտրականության, որ ես այդ սերվիս ունեմ, բնականաբար կտանեմ նույն ձևով դրա մասին գրեմ, որտեղ իրար հետևից սիրուն պետք է երևա, որ էլեկտրականությունով եւ այլը եւ այս գործերով զբաղվում ենք, ինչ որ մի հատ նախադասություն, որը ասի իմ բիզնեսի մասին։ Օրինակ, ինչու մեզ ընտրել։ Սա շատ կարևոր է, ու ես ձեզ մի հատ կարևոր էլ բան ասեմ, շատ լավ աշխատում են հարցական նախադասությունները։ Իսկ կարաք ասեք ինչու հարցական նախադասությունները ձեր կոնտենտի մեջ ունեն բարձր դիտում, ով կարա այսպես մի քայլ առաջ գնա ու ասի։ Կարաք ասեք, ինչու են հարցականները լավ աշխատում։ Ապահովում են փոխադարձ շփումը, ապրեք եւ այդ նույն բանն է, ինչ մարդը Google-ում հարցնում է, հասկանում եք, ոնց որ այդ մարդի հարցը մենք վերցնում ենք, ինքը որ փնտրում է այդ հարցը, այս էլ իրեն պատասխանը կգա ձեր պոստը տակից կերևա։ Հիմա դրա համար անում եմ share to story, էսա։ Այս էլ երկրորդը տեքստային story-ն է, էսա կմտնեմ ցույց կտամ ձեզ ոնց հրատարակվեց։ Տեսեք արդեն ինքը հրատարակվեց, ինքը մի անգամից այս հին վերսիայից, հին ձևից երևում է, սխմում եմ, view story եմ անում, տեսեք էսա, նայեք հիմա դուք էսա, see more, ինքը տանում է կայք, էսա նորից կնայեք, էսա տեսեք, այսինքն սա մենք հաղորդում ենք բանալի բառեր, ուղղակի նախադասություններ օդից չենք վերցնում, մի րոպե, էս էլ արդեն ով իմ նման արել է, բնականաբար տենց երևում է ինքը հետո, այդ մարդկանց ստորիները, այսինքն ստորին մի անգամից ստեղ հայտնվում է։ Մյուսը, եթե դուք ուզում եք ինչ որ փոխել մասը այն, որ հաճախորդը ձեզ հետ պետք է շփվի, նայեք, դուք սխմում եք այստեղ, edit, տեսեք, սա ձեր մասին ամեն ինչ է, ավատարը, ով է տեղյակ ավատարը ինչ է։ Ավատարը ձեր ոնց որ պատկերն է, էլի, ձեր մինի պատկերն է, այո, աստեղից շատ մարդ հիմա շատ սենց դիտվում է, սենց ընտրում ես, դե այս բիզնեսի տերը, օրինակ, պետք է ընտրում ես մազերը, բանը, սենց անում ես, քո տեսքը ընտրում ես, դա լավ աշխատում մետայում, ես ձեզ ասեմ, շատ ճիշտ է, որ դուք ունենաք ավատար, ոնց որ մետան ասում է, դու իմ գործիքներից օգտվում ես, դու առաջ կգնաս, չես օգտվում գործիքներից, մի քիչ դժվարությամբ կգնաս, այսինքն սա մետայի գործիքն է, ու ճիշտ կլինի մետայի գործիքներից օգտվել, ուղղակի ես մի հատ ուզում եմ տեսնեմ այդ
բիզնեսը, այդ բիզնեսի տերը օրինակ ինչ տեսք ունի, ըստ դրա մի քիչ առաջ տանել, օրինակ ես դες հիմա ցույց տամ ոնց ենք այդ ավատարը ստեղծում, ոնց որ քո դեմքն ա լինելու, սիրուն բաներ դուրս ա գալի, ինքը մազեր չունի համարյա, բայց ես տես բան չեմ գտնում, իսա տեսնեմ ով մազ չունի ստեղ համարյա, մի րոպե, սկզբից սա է առաջարկում, սա տնենք, չկա տես, դե հարմարը չունեի դրա համար չեմ ընտրում ավելի լավ, մի րոպե, ահա, տեսեք այստեղից ես իմ ուզած մազ չունենալը հիմա կդնեմ, ահա տեսեք, սենց է, բայց ինքը մի քիչ մազ ունի, տեսնեմ որն ա որ մի քիչ մազ ունի, հիմա կփոխեմ, սենց, ահա, մի քիչ լավականջները մեծ է օրինակ, ստեղ մազերը, չգիտեմ, մարմինը, ամեն ինչ կարաք փոխեք, սենց է օրինակ, էսի, սենց, նիհարացնեմ օրինակ իրեն, սենց, չգիտեմ, հիմա մազերը հաստատ ինքը ոնց որ մազերը կարիչնիվի գույն չի, այսենց մազերը, բանը, ամեն ինչ դուք ընտրում եք, սենց ավելի լավ էր ինձ թվում է, այստեղ մազերի գույն էսա կընտրեմ, ինքը հայ է, այս բիզնեսի տերը սև մազեր ունի, կարի ասենց դնենք, ոնց որ տենց, այսենց մի քիչ օրինակ անում եք, ամեն ինչ ընտրում եք, done edit-ին եք, հետո save եք անում, պահպանում եք ու ձեր ավատարը, ձեր Facebook-ի մեջ սա սիրուն ձևով վերևում է, ուղղակի ես հիմա քայլերով առաջ չգնացի, ինքը սենց լոգոյի տակից դուրս ա գալի, շատ հարմար է ու շատ սիրուն է ու ես պահանջել եմ, որ դուք ձեր ավատարները սարքեք, դա ձեր համար մեկ նպատակներից է, որովհետև իրեն վերսիան է, որ ճիշտ վերսիա պետք է օգտագործեք։ Մյուսը, այստեղ professional dashboard, այսինքն պրոֆեսիոնալ ձեր հարտակը սխմում եք, տեսեք, ու հայտնվում եք էլի ձեր որտեղ, ամեն ինչ ձեր էջի մասին է, ձեր էջը, կոնտենտը, բացատրեմ, սա հին ձևն է, որը Facebook ունեցել է, ու ամենակարևորը, այստեղ ունեք էջի թույլտվություն, որը ձեզ պետք է, հիշեք սրա տեղը։ Եթե դուք ուզում եք ինչ-որ մեկը այս էջը վարի, այստեղ ավելացնում եք, սենց գնում եք քայլերով, այդ մարդը պետք է Facebook-ին ձեր մի քանի հատ լայք սխմի, ստեղ անունը գրում եք, օրինակ Էլմիրա, գրեմ տենան բերում է, ահա, տեսակ Էլմիրան եկա, սխմում եմ Էլմիրային, տալիս եմ արդեն թույլտվություն, որ էջը վարի։ Դա շատ կարևոր է, սա այդ հին վերսիայի տեղից է երևում, որպես թույլտվություն, հիշեք, որովհետև դա ձեզ պետք է լիներ, որ ինչ-որ մեկին հրավիրեք, ով էջը ձեզ հետ վարի։ Սա հին վերսիայից մետայի այս մասից էր երևում, այստեղից։ Եվ բնականաբար բոլոր խմբավորումները այստեղից եք անում, ինչպես հիշեցիք, այս 3 կոճակը աշխատացնում եք։ Եվ ձեզ մի բան ասեմ կարևոր, այս cover photo-ն շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, որ ինքը կարևոր է, այսինքն պետք է գոնե 2 շաբաթը մեկ անգամ այս ձեր ռուսերեն աբլոշկան պետք է փոխվի։ Edit cover photo պետք է անեք, օրինակ, եթե նորը անեք կամ choose cover photo, ինչ որ նկար եւ ընտրեք։ Սա թարմացում է, որը մետան ճանաչում է։ Էսա մի հատ օրինակ թարմացրինք։ Հաճախակի պետք է գոնե ամիսը 2-3 անգամ ամենակիչը ձեր այս գլխավոր նկարը պետք է թարմացնել։ Մյուսը, feature-ը, ձեր ակտուալը, որը ձեր մասին ասում է բիզնեսներին, էլի ուղղվում է այստեղից։ Սխմում եք manage, ղեկավարել ու նայում եք օրինակ, ինչ որ օրինակ ուրիշ նյութ, որը կուզեք ստեղ լինի, տեսեք, օրինակ սա որը կա, 6 հատ կարա, 6 հատից ավել չի կարա լեն, տեսնում եք, օրինակ ես ուզում եմ սա լինի, տեսեք ինքը թույլ, ասա դու մենակ կարաս 6 անես, հիշեք, որտեվ դուք դա պետք է կարգավորեք, ուրեմն նշանակում է, ինչ որ ուրիշը ես պետք է հանեմ, դա թողեմ, տենան որն եմ թողում, այլակ սա հանում եմ, սա շատ հին է, տենակ 23 թիվը, պետք է թարմացնեք է դա հանում եմ ու դնում եմ էսի 23 ժամ առաջ հրատարակվածը։ Կարևորը հիշեք, որ իրենք 6 հատից ավել չեն կարա լինեն, 6 հատ պետք է լինեն։ Վերջ, հիմա ստուգենք, որ ինքը մտավ, հեսա թարմացնենք ու ստուգենք։ Սա շատ կարևոր է, որ feature-ը այդ ձեր ակտուալը, ձեր մասին ասողը առաջի էջում 6 հատով այսենց թերթվի։ Հիմա մի վարկյան սենց անենք ու այսպես գնում ենք, տեսնենք,
Ահա, տեսեք չի թարմացել։ Պետք է նորից անենք։ Սրա մի քիչ թարմացումները։ Մի րոպե, հա, դան, կարող է չեմ սխմել, մի րոպե նորից։ Որ պետք է հինը հանես, նորը, ահա, էսա, արդեն մեջն է։ Էսի, տեսեք, Reels-ը դրել։ Էսի Reels-ը դրել, ու Reels-ը քանի որ բարձր դիտումներ ունի, ինքը ճիշտ է, որ առաջի էջում լինի։ Էսա ինքը արդեն այս ձևով ինքը մտավ, էսա Reels-ը մեջին հայտնվեց իմ էջի։ Եվ ամենակարևորը չեք մոռանում, որ ստեղ անպայման ձեր հասցեն պետք է ճիշտ երևա, հեռախոսի համարը, ձեր բոլոր էջերը, երբեք դուք բաց, երբեք դուք փակ, հետո նայեք price range-ը ձեր գները էժան եք թե թանկ եք, եւ շատ կարևոր է, որ դուք ունենաք review։ Review-ն նշանակում է ինչ, որ մարդիկ ձեր մասին կարծիք են թողել։ Կարծիքները ձեր մասին պետք է երևան, այդ էջը կարծիք չունի, դա իրեն համար այդքան լավ չէ, ինքը դիտումներից ընկնելու է, որ այդ իրեն մասին ոչ մեկը չունի կարծիք։ Իմ կարծիքով այսքանը պարզ է, այսօր մենք ձեզ հետ դեռ արեցինք այսքանը, հիմա ես կուզեմ որոշ մարդկանց ասեմ, որ իրենք մտնեն ու որոշ գործարքներ մենք միասին կատարենք։ Այդ պատճառով ես իմ էկրանի կառավարումը կանգնեցնում եմ, ու փող կխնդրեմ, այսօր քանի որ առաջին անգամն է, ձեր, ոնց ասած, ձեր ցանկությամբ ենք անելու դա, օքեյ։ Կան մարդիկ։ Կներես Նոնա ջան, ես մի հատ ստոպ տամ, որ հետո մնացած պրակտիկա առանձին անենք։ Այո, շատ բարի։